Մերձավոր Արևելքում ապրող հայերը հիմնականում կենտրոնացված են Իրանում, Լիբանանում, Կիպրոսում, Սիրիայում, Հորդանանում և Երուսաղեմում։ Սակայն կայացած հայկական համայնքներ կան նաև Իրաքում, Եգիպտոսում և Թուրքիայում։ Անհանգիստ Մերձավոր Արևելքում կատարվող բոլոր խոշոր իրադարձությունները բնականաբար միշտ իրենց հորձանուտի մեջ են ներքաշել նաև տարածաշրջանում ապրող հայությանը։ Հայկական սփյուռքն այս համայնքներում ստվարացել է հատկապես առաջին համաշխարհային պատերազմից և հայոց ցեղասպանությունից հետո։ Աստիճանաբար ինտեգրվելով օտար հասարակություններին, հայերը ձևավորեցին կայացած համայնքներ և կախված տվյալ երկրի քաղաքական համակարգից այսօր արդեն ունեն ներկայացուցիչներ օրենսդիր, գործադիր և տեղական ինքնակառավարման մարմիններում։ Հայերը տարածաշրջանում ստիպված են եղել մասնակցել բազմաթիվ հակամարտությունների, ինչպիսիք են արաբա-իսրայելական հակամարտությունը, Լիբանանի քաղաքացիական պատերազմը, 1980-ականների Իրանա-իրաքյան պատերազմը, 1990-91 թվականների Պարսից ծոցում տեղի ունեցած առաջին պատերազմը, Սիրիայի մինչ օրս ձգվող և երբեմն ակտիվացող քաղաքացիական կռիվները։ Արաբա-իսրայելական կոնֆլիկտը տարածաշրջանի ամենահայտնի և երկարատև կոնֆլիկտն է, որը ծագեց 1948 թվականին, երբ Պաղեստինի տարածքում առաջացավ Իսրայել պետությունը։ Իսրայելի անկախության պատերազմի ժամանակ Պաղեստինից բազմաթիվ հայեր ապաստան գտան դեռ դարեր առաջ Երուսաղեմի հայոց պատրիարքության շուրջ ձևավորված հայկական թաղամասում։ Այն ունեցավ նաև մարդկային զոհեր, իսկ մեծ թվով հայեր հեռացան Երուսաղեմից։ Պատերազմից հետո հին քաղաքի բոլոր 4 թաղամասերն անցան Հորդանանի վերահսկողության տակ։ Այն Իսրայելի վերահսկողությանն անցավ 1967 թվականի 6-օրյա պատերազմի արդյունքում, որի ժամանակ թաղամասը գտնվում էր ինտենսիվ ռմբակոծության գոտում։ Իսրայել պետության ստեղծումից հետո մի շարք հայեր, որոնք բնակվում էին բրիտանական մանդատի ներքո գտնվող Պաղեստինում, ընդունել են Իսրայելի քաղաքացիություն։ Մինչդեռ Երուսաղեմի հին քաղաքի և Հորդանանի կողմից գրավված տարածքի մյուս հայ բնակիչները Հորդանանի քաղաքացիություն։ Իսրայելում հայերը հիմնականում բնակվում են Երուսաղեմում, Թել Ավիվում, Յաֆայում և Հայֆայում։ Վերջին տարիներին ակտիվացած արաբա-իսրայելական հակամարտությունը արդեն տևական շրջան է վերածվել է արյունալի պատերազմի։ Սրան զուգահեռ Իսրայելը պատերազմ է մղում Իրանի դեմ, ինչի հետևանքով պարբերաբար ենթարկվում է հրթիռակոծության։ Այս ամենն անշուշտ վտանգում է հայության կյանքը, ինչպես նաև Սուրբ Երկրում հայկական հսկայական մշակութային ժառանգության գոյությունը։ Իրանի հայ համայնքը Մերձավոր և Միջին Արևելքի հնագույն, ավանդական և ամենախոշոր ու աչքին գնող համայնքներից է։ Հայերն հիմնականում ապրում են Թեհրանում և Սպահանի շրջանում։ Դարեր ի վեր իրանահայերը եղել են ազդեցիկ և ակտիվորեն մասնակցել Իրանի արդիականացմանը 19-րդ և 20-րդ դարերի ընթացքում։ Իրանայությունը իր մասնակցությունն է բերել Իրանի 1905-1911 թվականների սահմանադրական հեղափոխությանը, հատկապես աչքի են ընկել Եփրեմ խան Դավթյանը, Արշակ Գավափյանը, Նիկոլ Դումանը և ուրիշներ։ 1979 թվականին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխության հետևանքով շահական վարչակարգը տապալվեց։ Իրանահայությունը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել այդ հեղափոխությանը և տվել բազմաթիվ զոհեր։ Մինչև 1979 թվականի իսլամական հեղափոխությունը Իրանի հայության թիվը հասնում էր 200,000-ի։ Իրանական հեղափոխությունից հետո շատ հայեր արտագաղթեցին Հյուսիսային Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի հայկական համայնքներ։ Այսօր հայերն Իրանի ամենամեծ քրիստոնեական կրոնական փոքրամասնությունն են։ Որպես Իրանի քաղաքացիներ իրանահայությունը իր եռանդուն մասնակցությունն է բերել նաև 1980-1988 թվականների Իրան-իրաքյան պատերազմին։
Այդ ծանր եւ երկարատև պատերազմին մասնակցել է 17,000 հայ, որոնցից 260-ը հերոսաբար զոհվել են։ Այս օրերին նույնպես Իրանը ներքաշված է պատերազմի մեջ, ինչպես ցանկացած պատերազմ այն վտանգ է ներկայացնում այնտեղ ապրող հայության համար։ Սակայն մյուս կողմից պետք է փաստել, որ հայությունն համախմբված է իրանական պետության շուրջն ու ինչպես միշտ պատրաստ իր ուժերի ներածին չափով օգտակար լինել Իրանի իսլամական պետությանը։ Լիբանանը երկար ժամանակ եղել է Մերձավոր Արևելքի ամենահայաշատ երկրներից մեկը։ Հատկապես հայոց ցեղասպանությունից հետո ստվարացած հայկական համայնքը աստիճանաբար սկսեց զարգացնել համայնքային կյանքը, միևնույն ժամանակ դառնալով լիբանանյան կյանքի եւ պետության վերաշինման ակտիվ մասնակից։ Լիբանանում ստեղծվեց այնճար հայկական գյուղաքաղաքը, իսկ Բեյրութում ձևավորվեց Բուրջ-Համուդ հայկական թաղամասը։ 1975 թվականին սկսվեց եւ մինչեւ 1990 թվական ձգվեց Լիբանանի քաղաքացիական պատերազմը, որը ցնցեց ամբողջ երկիրը։ Պատերազմը քրիստոնյա եւ մոհամեդական խմբավորումների միջև էր, ներգրավված էին նաեւ արտաքին ուժեր։ Հայկական թաղամասերը փորձեցին պահել չեզոքություն, բայց եւ անցան ինքնապաշտպանության կազմակերպման։ Այս գործում անուրանալի լուրջ դերակատարություն ունեցավ հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը։ Լիբանանի քաղաքացիական երկարատև պատերազմի եւ դրա հետևանքով առաջացած անապահովության եւ տնտեսական տևական ճգնաժամերի հետևանքով շատ հայեր արտագաղթեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Ֆրանսիա եւ այլ երկրներ։ Համայնքը թուլացավ, բայց ազգային կուռ կառույցները, կրթամշակութային օջախները, եկեղեցին պահպանվեցին։ Վերջին 1.5 տարվա մեջ Լիբանանը երկրորդ անգամն է հայտնվել պատերազմական իրավիճակում։ Գրեթե 2 ամիս է այն ենթարկվում է իսրայելական զինուժի հարձակումներին եւ արդեն կրել է մարդկային եւ նյութական ահռելի կորուստներ։ Պատերազմի հետևանքով կան հսկայական ավերածություններ, 2000-ից ավելի զոհեր, իսկ վիրավորների թիվն անցնում է 6000-ը։ Հատկապես ծանր է իրադրությունը երկրի հարավում եւ Բեյրութի հարավային արվարձաններում։ Թեև հայերով առավել խիտ բնակեցված վայրերն այսօր առավել ապահով են, սակայն այս պատերազմը մեծ վնասներ է հասցնում նաեւ Բեյրութի հայ համայնքին։